Վերջին զանգ հեռուստասերիալում Միքոն վերադառնալով ոստիկանությունից Աննայի ու Ֆայնայի հետ ծանր մտածմունքների մեջ է։ Նա փորձում է հասկանալ, թե ով կարող էր սպանել Ալբերտին, ինչ մութ գործերի մեջ էր նա, որ այդպես դաժանաբար սպանվեց։ Ֆայնան, հիշելով այսօրվա միջադեպը, պատմում է, որ երբ ընկերուհու Յանայի հետ քայլում էին, իրենց մոտեցել են երկու երիտասարդ տղաներ։ Նրանք սպառնացել են, պահանջելով Ալբերտի պարտքը $10,000։ Եթե չվճարես, քո համար շատ վատ կլինի, ասացին նրանք։ Միքոն, հասկանալով, որ այս տղաները կարող են կապ ունենալ Ալբերտի սպանության հետ, սկսում է մանրամասն հարցեր տալ, ինչպիսի տեսք ունեին նրանք, ինչ մակնիշի մեքենա էին վարում։ Նրա ձայնում զգացվում է ոչ միայն անհանգստություն, այլև խիստ վճռականություն, գտնելու նրանց և հանձնելու ոստիկանությանը։ Միքոն միշտ սառնասիրտ ու հեռատես կարծես գտել է Ալբերտի մահվան պատճառը։ Աննան էլ շփոթված ու անհանգիստ է, փորձում է հասկանալ, արդյոք սա կապ ունի իրենց ընտանիքի վրա կախված վտանգների հետ, թե Ալբերտի մութ գործերը միայն սկիզբն են այն ամենի, ինչ պատրաստվում է բացահայտվել։ Միևնույն ժամանակ Բագրատը շարունակում է իր ծրագրերը Հենդոյի ու Միքոյի դեմ։ Մի քանի շաբաթ առաջ Հենդոն ու Միքոն փորձում էին գնել Ադամանդի հանք իրենց բիզնեսները ընդլայնելու համար, սակայն պարզեցին, որ 70%-ն արդեն վաճառված է, իսկ մնացած 30%-ը աներևակայելի թանկ։ Եվ հիմա էլ պարզվում է այդ 70%-ը գնել է ոչ այլ ոք, քան Բագրատը։ Նա պատրաստվում է ֆինանսական հարված հասցնել Հենդոյին ու Միքոյին, սնանկացնելով նրանց։ Բագրատը խելացիորեն հյուսելով իր ծրագրերը, կարծես մեկ քայլ առաջ է իր թշնամիներից։ Արդյոք սա միայն բիզնես է, թե երկար տարիների վրեժ Հենդոյի ու Միքոյի դեմ։ Հենրին բանտից դուրս գալուց հետո շտապում է Անգելինային տուն հասցնել, քանի որ Անգելինան շատ վատ է իրեն զգում, բարձր ջերմություն ու ուժասպառ վիճակ։ Հենրին իր սիրելիին գրկած բերում է տուն, բայց հենց մուտքի մոտ Անգելինան ավելի է վատանում ու ուշագնաց է լինում։ Հենրին խիստ անհանգիստ նրան գրկում է ու պառկեցնում բազմոցին, փորձելով ինչ-որ կերպ օգնել։ Սակայն այս ամենը տեսնում է Ավագը, ով հենց այդ պահին է տուն վերադառնում։ Ավագը սարսափած է իր տեսածից, սխալ է հասկանում իրավիճակը և սկսում գոռալ. «Ինչ խայտառակություն է սա, ինչ է կատարվում իմ տանը»։ Նրա ձայնը լցնում է տունը, ստեղծելով նոր բախում։ Անգելինան դեռ ուշագնաց չի կարող պաշտպանվել կամ բացատրել, իսկ Հենրին շփոթված ու բարկացած չի հասկանում ինչպես պետք է արդարանա Ավագի առաջ։ Այս ամենի ֆոնին էլ Անետն իրեն միայնակ ու անտեսված է զգում։ Նա երկար տարիներ ծառայում էր Աննային ու նրա ընտանիքին, սակայն հիմա, տեսնելով, թե ինչպես են բոլորը մոռացել իր գոյության մասին, Անետը մտածում է, որ ինքը ոչ ոքի պետք չէ։ Նեղացած ու խոր ցավի մեջ նա որոշում է վերջ տալ կյանքին։ Անետը կանգնած է կամրջի վրա, իսկ նրա հայացքը դատարկ ու հուսահատ է։ Արդյոք սա վերջն է Անետի պատմության, թե ինչ-որ մեկը կգա ու կփրկի նրան վերջին պահին։ Իսկ մենք կարող ենք կանխատեսում անել առաջիկա սերիաների համար և ասել, որ Միքոն կարող է գտնել այն երիտասարդներին, ովքեր սպառնացել են Ֆայնային։ Եթե նա բռնի նրանց, ապա հնարավոր է Ալբերտի սպանության իսկական մեղավորները բացահայտվեն ու պատժվեն։ Բացի այդ, Անետի ինքնասպանության փորձը կարող է խափանվել։ Հնարավոր է ինչ-որ մեկը հասցնի մոտենալ ու կանգնեցնել նրան վերջին պահին, սակայն ով կարող է լինել դա։ Աննան, թե Բագրատը։ Գրեք մեկնաբանություն։